Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հաղորդումն է։ Այսօր իմ հյուրերն են տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյանը, շնորհակալություն պարոն Պարսյան, բարև ձեզ իմ հրավերը ընդունելու համար, եւ հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, շնորհակալություն պարոն Ղուկասյան իմ հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես, հարգելի գործընկերներ, վերջին իմ հաղորդումների ժամանակ ես ասում եմ, որ այս տաղավարում մեր քննարկումը պետք է մի կողմից ավելի կենսունակ եւ հասու լինի հեռուստադիտողներին, այսպես մենք չդառնանք հերթական քննարկումների շարքում եւս մեկ թողարկում, որ քննարկումային ինչ որ բոլորն են քննարկում, արդեն հայտնի է ինչի մասն է խոսքը։ Միևնույն ժամանակ մենք կարողանանք պարզ լեզվով մեր հասարակությանը ներկայացնենք, թե ինչ խնդիրներ կա հենց իրենց կյանքում, հանրային կյանքում, կյանքի որակը ոնց է որոշվում, արդյոք կա որակի մարդկանց կյանքի որակի բարձրացման հնարավորություն, եւ այս առումով, քանի որ պարոն Պարսյանը տնտեսագետ է, ես տնտեսագետ եմ, պարոն Ղուկասյանը նաեւ սոցիալական խնդիրների մասին է անընդհատ բարձրաձայնում, օրինակ կենսաթոշակների մասով քիչ հետո նաեւ մի հետարքիր հաշվարկ ներկայացնեմ, ես առաջին հարցս ուղղում եմ պարոն Պարսյանին։ Եվ այսպես պարոն Պարսյան, եկեք այսպես նայենք քննարկվող այսպես հարցին, տեսեք, արդյոք երկիրը գնում է տնտեսական եւ սոցիալական առումով ձեր կարծիքով ճիշտ ուղղությամբ, արդյունավետ ուղղությամբ, որտեղ կարող է նպատակը նույնը լինել, բայց ճանապարհները տարբեր լինեն։ Եվ երկրորդ, դրա հետ միասին, արդյոք մասնագետների, տնտեսագետների, կառավարիչների, հարցադրումները, մեկնաբանությունները հաշվի են առնվում, թե չեն առնում ընդհանրապես, որտեղ մենք տեսնում ենք, որ դուք եք շատ հարցազրույցներ տալիս տարբեր ԶԼՄ-ներով, ընդունենք այսպես տրանսպորտի հետ կապված ինչ որ բան կատարվեց, մի հատ ձեր կարծիքը ասեք, չգիտեմ, խցանումների մասին ձեր կարծիքը ասեք, սկսած այդ առօրյականից վերջացրած ասենք գազի գին, էլեկտրաէներգիայի սակագին եւ այլն, այն ինչ որ կամ ասենք հեծի հետ կապված խնդիրներ եւ այլն։ Եկեք այս երկու հարցի մի հատ մոտենանք, տեսնենք ընդհանուր վեկտորը ձեր կարծիքով ճիշտ է, թե վեկտորը ճիշտ է, արանքում բաներ կա, թե ընդհանրապես արմատապես սխալ ուղղությամբ է գնում, խնդրեմ։ Ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար շատ կարևոր է ունենալ զարգացած ինստիտուտներ։ Ինստիտուտներ, իրավական դաշտ, որոնք կգործեն անկախ նրանից, թե ով է այդ պահին իշխանության։ Ցավոք սրտի Հայաստանում այս 30 տարիների ընթացքում մենք չենք ունեցել, չունենք ինստիտուտներ, որոնք օրինակ կպաշտպանեն արդյունավետ արդար մարդու սեփականության իրավունքը, կրթության իրավունքը եւ տարբեր այսպես երևույթներ համակարգը եւ սրա հետևանքով ստացվում է մեր ժողովրդի կենսամակարդակի այսպես փոփոխությունը կախված է լինում տվյալ պահին իշխանության կարճաժամկետ որոշումներից, օրինակ որոշում կայացեց, որ ենթադրենք բոլորին 100,000 դրամ տալու է կամ որոշում կայացեց, որ քեշբեք անելու թոշակ առնեն եւ այլն, այսինքն մեծ մոտ ամեն ինչ համակարգված երկարաժամկետ բաների հիմքի վրա դրած չի եւ հիմնականում պայմանավորված է քաղաքական այսպես этаպներով։ Դիմաց ընտրություններ են, որոշել են ենթադրենք շատ ճանապարհներ կառուցեն, անկախ դրանից այդ ճանապարհը պետք է, պետք չի, կամ այդ շինարարությունը պետք է, պետք չի, ուղղակի պետք է ցույց տալ, հանրությանը ցույց տալ, որ տեսեք ձեր գյուղի համար ձեր այսպես ճանապարհը։ Այսինքն եթե մի փոքրիկ ռեզումե տանք, ի նկատի ունեք, որ մի կողմից միգուցե խաթարված է տարբեր իշխանությունների գործնեության հաջորդականությունը, այսինքն անշրջելիությունը, ավելի ճիշտ այդպես ասեմ, օրինակ այդ քեշբեկը, որ ասացիք, հիմա պետք է հասկանանք, եթե իշխանությունը փոխվի, քեշբեկը մնալու է, թե չէ։ Չնայած մեծ պայմանական եմ ասում քեշբեկը, էլի կարող է շատ ուրիշ։ Եվ երկրորդ պետք է հասկանանք, դուք իրավացի եք, որ այո, ճանապարհները լավա որ լինեն, բայց առաջնահերթությունները որոնք են, այստեղ լինի, այնտեղ լինի եւ այլն։ Եվ դրա հետ կապված մեկ այլ բան էլ ասեմ, որ մենք պետք է հասկանանք, որ միևնույնն է արդիական է մնում իշխանության ձևավորման ինստիտուտի անշրջելիությունը, այսինքն եթե ժողովուրդը ձայն է տվել վերահսկողության ժողովուրդը ձայն է տվել այս իշխանությանը, ուրեմն 5 տարի այդ իշխանությունը պետք է ժողովրդի տված քվեն օգտագործի իր ծրագրերը անելու համար։ Դա լավ է թե վատ է եւ դրա համար իմ հարցադրումը նորից շեշտադրում եմ։ Հիմա ձեր կարծիքով որպես մասնագետ տնտեսական եւ սոցիալական առումով վեկտորը ընդհանուր լայն հունը ճիշտ է թե
կարելի է արմատական փոխել այդ թունը։ Կարճաժամկետ մենք ունենք որոշակի ձեռքբերումներ, հա, օրինակ միջին անվանական աշխատավարձն աճել է տարի ընթացքում, թոշակն աճել, այս այն արվել, բայց երկարաժամկետ կտրվածքով մենք տեսնում ենք բավականին լուրջ խնդիրներ։ Այսինքն նույն օրինակ պարտքային բեռի ավելացումը լուրջ խնդիր է հաջորդ այսպես սերունդների համար կամ երկարաժամկետ կտրվածքով։ Տնտեսության մեջ որակական փոփոխություններ չանելը դա բերելու է ապագայում լուրջ խնդիրներ հարկային մուտքերի մասով եւ դրա վառապացուցիչը 2026 թվականի պետական բյուջեն է, որ ընդամենը 100 միլիարդ դրամով ավելացրեցին 2025-ի համար։ Դա լավ ուրիշ չէ, այսինքն նրանք հասկանում են, որ ասես սպառել են այդ արտաքին գործոնի ազդեցությունը եւ 2026-ը նույնիսկ այս բյուջեն իրանց համար լուրջ խնդիր է լինելու ապահովելու համար եւ դրա համար օրինակ նախատեսել են լրացուցիչ պարտքերի ավելացում եւ այլն, այսինքն կարճաժամկետ օգուտները երկարաժամկետ առումով դառնալու են գլխացավանք։ Այսինքն ես հասկացա, որ եթե կարճաժամկետում իրենք մոտենում են ընտրություն կամ չի մոտենում ինչ քայլեր են անում, ինստիտուցիոնալ ձեր ասած են արմատական լայն հունի ֆունդամենտները այնքան էլ հիմնավոր չեն, հիմնարար չեն։ Դա հիմա ես հարցս կուղեմ պարոն Ղուկասյանին եւ այդ փոքրիկ քննարկումից հետո մենք տեսանյութ կնայենք պարոն Ղուկասյան, որտեղ ես անցած Կիրակի օրը այցելել եմ իմ գործընկերների հետ Աշոտսկի տարածաշրջանի Վախուրյանի, հանդիպել եմ գյուղական մեր համայնքի համակարգացիների հետ, ժողովրդի հետ քննարկենք, հիմա տեսեք։ Պարոն Պարսյանը նաեւ ասաց, որ թոշակներն են ինչ որ չափով միգուցե ավելացել, բայց ես կարծեմ այս տարիների ընթացքում թոշակ չի ավելացել վերջի մի քանի տարիների ընթացքում։ Հիմա ոնց որ ինչ որ մի բան նախատեսվում է հաջորդ տարվա համար, եկեք մի փոքրիկ հաշվարկ անենք, ինչի եմ ձեզ դիմում, որովհետև դուք հանուն սոցիալական արդարության այդ վանաձևի ներքո թոշակների բարձրացման մասին շատ եք խոսում։ Մեր մոտ մոտավորապես միջին թոշակը մոտ է 50,000 դրամի, նվազագույնը 36,000, բնականա 36,000-ի մասին ընդհանրապես կարելի է մոռանալ, թե դա ինչ է, 50,000-ն էլ առանձնապես բան չի, ենթադրենք կարելի է 100,000-ից սկսած ինչ-որ մի փոքրիկ բան մտածել, որ դրական պոզիտիվ, եկեք մի փոքրիկ հաշվարկ անենք։ Տեսեք, նախընտրական փուլերով որ քաղաքական ուժը որ ասում է առաջարկում ենք թոշակները այսքան կամ ինդեքսավորել, միանգամից հարձակվում են, ասում են դա պոպուլիզմ է։ Որտեղից փողի տեղը ցույց տուր։ Եկեք մի հատ միասին մենք մասնագետներ ենք, փնտրենք այդ փողը, որ պետքա գնա թոշակի Պարսյանի ասած այդ ինստիտուցիոնալ խնդրի լուծմանը եւ դա փոքր թվեր չեն։ Տեսեք, ես կարծում եմ, որ ցանկացած աշխատավարձ կլինի, թոշակ կլինի, թե նպաստ կլինի, դրա բարձրացման հիմքը դա տնտեսական աճն է։ Այսինքն դու պետքա տնտեսական աճ ապահովես լայն առումով, որ գումար գա պետական բյուջե ու ինչ որ ֆինանսավորում անես։ Հիմա տեսեք, մի հատ մենք տեսնենք քանի թոշակառու կա մեր երկրում 500,000-ի կարգի, եթե ոչ ավել մենք թոշակառուներ ունենք եւ պայմանական մի փոքրիկ վարժություն մեր հեռուստադիտողներն լսեն, ընդունենք ուզում ենք 10,000 դրամով թոշակ բարձրացնենք, այսինքն այդ 10,000 դրամը պետք է ամսական կտրվածքով 500,000 թոշակառուն այդ թիվը բազմապատկենք 10,000 դրամով, կստանանք ամսական 5 միլիարդ դրամ, հա? Եվ տարեկան կտրվածքով անգամ 12 ամիս կունենանք 60 միլիարդ դրամ։ Այսինքն 10,000 դրամով թոշակը բարձրացնելու համար տարեկան մեզ հստակ անխափան, որտեղ եթե բարձրացնում ես, էլ հետ գնալ չկա։ Կամ պիտի պահես կամ ուրեմն բարձրացնես։ Ուրեմն 60 միլիարդ դրամ է մեզ պետք։ Հիմա հասկանանք, նախ եւ առաջ կարող է բյուջեին 60 միլիարդ լինի, կարող է նախատեսի, բայց կառավարությունը տվյալ չհամաձայնվի, որ դա պետք է ուղղի թոշակների բարձրացմանը։ Կարող ասի, չէ, այլ առաջնահերթություններ ունեմ, դիցուկ ճանապարհները, ջրամբարները, այլ ենթակառուցվածքներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հա։ Հիմա մի հատ եկեք, երբ որ ես ասեցի, որ սա կարևոր է, իհարկե թվում է թե խիստ մասնագիտական է, բայց այնքան էլ խիստ մասնագիտական չի, բարձ հաշվարկ է։ Հիմա այդ 60 միլիարդը նայենք տեսնենք, թե տնտեսական աճի չափի հետ ոնց է զուգակցվում։ Մենք 5-ից 7% տնտեսական աճ է կառավարությունը դրել, որ պետք է ունենա։ Հիմա հաշվենք տեսնենք 1%, կրկնում եմ 1% տնտեսական աճը, ինչ լրացուցիչ մուտքեր է բերում կամ կարող է բերել պետական բյուջե։ Վերջում ենք հասարակ մի փոքրիկ էլի հաշվարկ ենք անում։ Մեր համախառն ներքին արդյունքը, ասենք թե 11 տրիլիոն դրամ։ Մի քիչ կարող է փոխվի այս կողմ։ 11 տրիլիոն։ 11 տրիլիոնի 1%-ը 110 միլիարդ դրամ է։ Համաձայն եք, պարոն Պարսյան, եթե հանկարծ բան կլինի, կարծականքեք։
110 միլիարդ։ Հիմա նայում ենք, որտեղից տեսնենք թե մուտքերը ինչքանն է։ Նայում ենք հարկեր հնա հարաբերակցությունը։ Ասենք տեսնենք մեր համախառն ներքին արդյունքի մեջ, ասինքն 1 տարվա ստեղծված ամբողջական արդյունքի մեջ ինչքան հարկը հավաքվում։ 24.6%, լավ, որպեսզի կլորացնենք 25%։ Այսինքն 110 միլիարդի 25%-ը կարող է կազմի 25.5 միլիարդ դրամ։ Սա նշանակում է, որ 1% տնտեսական աճը, նո այնտեղ կարանք հանենք չհարկվող հնայի, ասենք գյուղատնտեսություն, բա լավ է, մի կողմ ենք դնում, բոլոր դեպքերում այսպես պայմանական բանով ասում ենք, բայց հստակ լինի։ 25 միլիարդ, լավ։ 25 միլիարդ դրամ պետական բյուջե է գալի լրացուցիչ 1% տնտեսական աճի դեպքում։ Այսինքն որպեսզի ես ստանամ այնին 60 միլիարդը, որ թոշակները 10,000 դրամով բարձրացնեմ, կրկնում եմ, թոշակը 10,000 դրամով բարձրացնելու համար 500,000 թոշակառուների 60 միլիարդ դրամ է պետք։ Ուրեմն 2.5%, 2.4% տնտեսական աճը ամբողջապես կարող ենք ուղենք թոշակների բարձրացման, այսինքն 25 միլիարդ 1%-ի անգամ 2.4 կամ 2.3, 60 միլիարդ։ Է մնացած, այսինքն սա նշանակում է, եթե մենք ունենանք գոնե 7%, 8% տնտեսական աճ, 10%-ի դեպքում մենք ունենանք 250 միլիարդ լրացուցիչ։ Հիմա հարցը սուղում եմ, ի՞նչն է խնդիրը, որ մեր կառավարությունը թոշակառուներին, չգիտեմ, անտեսում է թե չի անտեսում, բոլոր դեպքերում այդ 2.4% աճը չի ուղղում թոշակների բարձրացմանը։ Խնդրեմ։ Նախ եւ առաջ շատ եմ շփվում մարդկանց հետ, շատ եմ շփվում թոշակառուների հետ, ինձ անընդհատ գրում են, որտեվ ես այդ թեման անընդհատ բարձրացնում եմ։ Ես ոչ միայն թոշակները, նաեւ հեսա կասեմ նպաստների հետ կապված ինչ խնդիրներ կա, հաշմանդամության կարգերի եւ նպաստների հետ կապված ինչ խնդիրներ կա, բազմաթիվ են, եւ կարող եմ հստակ փաստել, որ եթե այսպես շարունակվի, մեր երկրում սոցիալական բումի հստակ նախադրյալներ եմ տեսնում։ Տեսեք, թոշակառուների հետ կապված եւ թոշակների հարցի հետ կապված հետ վճարայինը, որը որ հիմա 12%-ից սարքել են 20%, պաշտոնական թվերով 50%-ից ավել թոշակառուների չի օգտվում հետ վճարայինից եւ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ։ Կարող ենք հարցնել թոշակառուներին, սա ամենահիմասուր խնդիրն է։ Մարդիկ ասում են, որ օրինակ նույն մարզերում, գյուղական համայնքներում գնում են շուկաներ, գնում են փոքր խանութներ, իսկ հիմնականում այնտեղ հենց փոքր խանութներ են, սուպերմարկետներ չկան նամանավանդ սահմանամերձ գյուղական համայնքներում եւ այնտեղ հնարավորություն չկա ոչ կանխիկ քարտային առևտրի, հա։ Այսինքն որպես այդ քեշբեքից օգտվեն, էլի, հետ վերադարձի, այսինքն արդեն զրկվում են հետ վերադարձից։ Կա այստեղ սոցիալական անարդարություն, բնական է կա։ Երկրորդը կոմունալների վճարի հետ կապված, կոմունալները ներառված չեն, կոմունալ վճարները, այո, հետ վճարայինի մեջ ներառված չեն։ Հիմա ինչու ներառված չի։ Սա սոցիալական անարդարություն է, բնականաբար սոցիալական անարդարություն։ Մարդիկ ինչ են ասում թոշակառուները, ասում են հետ վճարայինի փոխարեն բարձրացրեք թոշակները, որոշել եք 5000 դրամով բարձրացնել, 6000, 7000 դրամով հետ վճարայինի փոխարեն բարձրացրեք թոշակները։ Ինչն է խանգարում, ձեր հարցին հստակ պատասխանեմ, քաղաքական կամքը, ա ցանկությունը, բ եւ առհասարակ այն տնտեսական քաղաքականությունը, որը վարում է այս կառավարությունը։ Շատ ներողություն ընդհատում եմ, հիշեք, նաեւ պարոն Պարսյանը կարող է արձագանքի, այսինքն մենք մի փոքրիկ վարժություն արեցինք, հաշվարկեցինք, ես չէի ուզում ասի 1000, 2000 կամ 5000, գոնե 10000 դրամ։ Այո։ Թոշակ բարձրացնելու համար 60 միլիարդ։ Խնդիրը այն է, որ կառավարությունը պետքա իր բոլոր առաջնահերթությունները հաշվի առնելով եւ գնահատելով, ասի, այս գումարը ես ուղղում եմ թոշակներին, հիմա եկեք իրենց փոխարեն մի այսպես գնահատական տանք։ Արդյոք կառավարությունը չի ցանկանում, որպեսզի թոշակառուները իրանց ձայն տան կամ գող լինեն։ Ես չեմ ասում այդ 10000-ով գող են լինելու անպայման, բայց բոլոր դեպքերում լինի։ Ուրեմն ինչ նախնդիր ձեր կարծիքով, եւ երբ որ ես պարոն Պարսյանին ասեցի ընդհանուր հունը, վեկտորը ճիշտ է թե չէ, արանքում ինչ որ բաներ կարող է շեղվել են, տվյալ դեպքում քեշբեքի ինստիտուտը, ձեր ասած այդ կոմունալների հետ կապված, ես չեմ կարծում թե այդ քեշբեքի ինստիտուտը կամ մյուսը հունի խնդիր է, որ գնում է ճիշտ, այլ բան է, պարոն Պարսյան, որ այդ հունի ճանապարհ անցնելու ընթացքում այդ թիրախները, որ մենք ասում ենք թոշակ եւ այլ բաներ, ինքը կարող է դանդաղ անցնում։ Այսինքն ինքը կարող, բայց ժողովրդին ինքը անկես կարող ասի. «Սիրելի թոշակառու, առաջիկա 3 տարում ես քո թոշակը չեմ բարձրացնելու, այսինչ պատճառով, որովհետեւ կան ուրիշ բաներ, որը կբերի տնտեսական աճի որակի բարձրացման եւ ավելի մեծ աճի, քան թոշակի բարձրացնելը։ Բայց եկեք սպասենք
այս ինչին կգա ձեր ասած հարցի լուծումը։ Այստեղ ներողություն եմ խնդրում, մենք խոսում ենք թոշակների բարձրացման մասին, բայց պետք է նկատի ունենանք թոշակների բարձրացումը լուծում չէ, եթե դու չունես տնտեսության աճ, չունես ապրանքների աճ, արտադրողականության աճ, որովհետև գնաճը կուտի դա։ Այսինքն, եթե դու 10%-ով բարձրացրեցիր թոշակը, բայց գյուղմթեք չես կարողանում արտադրես, իսկ թոշակառուների մեծ մասը իրենց եկամուտը ծախսում են գյուղ։ Միշտ պիտի բարձրացնես։ Այո, բարձրացնեն, բայց սրանք պետք է զուգահեռ արվեն։ Հիմա դուք վերցրեցիք օրինակ այսքան հատկացնենք բանին, հա, ենթադրենք թոշակներին, բայց դրան զուգահեռ դու պետքա նմանատիպ հատկացում անես գյուղ ոլորտին, որ անհրաժեշտ քանակությամբ սննդամթերք արտադրեն։ Մեկը մեկին չենք հակադրում։ Ու դրանից բացի կառավարությունը մենք ինչու ենք ասում, ասում ենք կառավարությունը օրինակ 2.5%-ը կարա հատկացնի այս ուղղությամբ, բայց պետական բյուջեի այսպես ծախսերը եւս ինդեքսավորման կարիք են ունենում, որովհետեւ դա էլ գնաճ, ենթադրենք գրիչ էր առնում կառավարությունը 100 դրամով, հիմա 110-ով։ Ճիշտ է, բայց եթե վերջի 4 տարում թոշակ չի բարձրացել։ Չարժի որ 4 տարի մեկ գոնե ինչ-որ մի միանշանակ կառավարությունը պետք է ունենա իր քաղաքականությունը թոշակային, հա, օրինակ 36,000-ը, որը ասեմ, սա լավ ձեռք բերում էր 36,000, ինչու եմ նշում, որ լավ ձեռք եմ, որովհետև տարիներ շարունակ 18,000 էր, այսինքն 20,000, հա, նվազագույնը դարձավ 36,000, որը պարենային նվազագույն զամբյուղի ավելի բարձր է, այս տեսանկյունից, այսինքն սա լավ հանգրվան էր, եւ մենք պետք է մտածենք հաջորդ հանգրվանների մասին, ոչ թե 5 տարի այս իշխանությունները հիմա այդ են, այսպես ասած թոշակառուներին ասում, տեսեք 36,000, հասկացանք, շնորհակալություն, հիմա եկեք անցնենք հաջորդ հանգրվան։ Հիմա պարոն Ղուկասյան, ես լրիվ հասկացա, դուք շարունակեք, միտքը հետեւյալն է, ես ուզում եմ մենք չեմ ուզում ստանրաբեռնեմ խիստ տնտեսագիտական պոստուլատներով, բայց երբ որ մենք խոսում ենք ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորման մասին, տեսեք, զարգացումը պետքա ճիշտ նշեց, պարոն Պարսյան, ինստիտուտներ պետք է ունենա, որը կերաշխավորի այդ զարգացման պերմանենտությունը եւ անշրջելիությունը եւ որակը։ Հիմա ինչ ինստիտուտներ մենք չունենք, կամ եթե ունենք, բայց դրանք հավուր պատշաճի չեն աշխատում, որակը այդ պետական ինստիտուտների ճիշտ չի, ենթակառուցվածքներ, այլ ինստիտուտներ, որ մենք խարխափում ենք, չգիտեմ, ես չեմ ուզում, ես քիչ հետո կասեմ նաև պետական ծառայությունների որակը շատ տեղին չի։ Խնդրեմ, դուք շարունակեք։ Նախ մենք ունենք դեֆիցիտ բյուջեում 2026 թվականի։ Իսկ մենք ասում ենք, դուք հարցնում եք, ճիշտ ենք գնում սոցիալ տնտեսական կառավարության կուրսը ճիշտ է թե սխալ է, առաջի ցուցիչը դա այն բյուջեի դեֆիցիտն է, որը որ կա 2026 թվականին։ Այսինքն, ինչպես պարոն Պարսյանն ասաց, նորից 26 թվականին արտաքին պարկը պետք է աճի, որովհետև իրենք ունեն դեֆիցիտ եկամուտների եւ ծախսերի միջև։ Սա հստակ ցուցիչ չի, որ սխալ տնտեսական կառավարում է տեղի ունենում։ Դեֆիցիտը ինքը չի կարող սխալ, մենակ դեֆիցիտը, հա, սխալ ցուցիչ ունի։ Խնդիրն է դեֆիցիտը որտեղ է ծախսում։ Եթե օրինակ դա ծախսում ես երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար տնտեսության մեջ, նորմալ ամբողջ աշխարհը ունի։ Նույն Ֆրանսիայի պես երկիրը 6%-անոց հնայի չափով դեֆիցիտ ունի օրինակի համար եւ այլ երկրները։ Խնդիրը դեֆիցիտը չի, ժողովուրդ, իրականության մեջ պարկներ չի։ Խնդիրը այն է, որ պարկը ոնց է կառավարում։ Դեֆիցիտ, որը կարող է միջև 5% լինի, տենց ընդունված նորմատիվներ կան հնայի եւ այլն։ Այստեղ խնդիրը կան պարկ, խնդիրը այն է, որ քո տնտեսական աճը ավելի շատ լինի, բարձր լինի, քան պարտքի աճի տեմպը։ Եթե քո պարտքը ավելի շատ է աճում, քան քո տնտեսական աճն է, դա նշանակում է անկում ապրող տնտեսություն հետո վերջում կփլուզվի։ Այսինքն ստեղ ճիշտ պարկ վերցնել, այդ պարտքը ճիշտ կառավարել, ճիշտ ներդրումներ անել պարտքի հաշվին, ներգրավել մասնավորին, պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում, որպեսզի, բայց ստեղ հետեւյալին են գալի։ Այս քանի տարի, որ 7 տարվա ընթացքում տարին $1 միլիարդ պարկ ենք վերցրել եւ այդ ինստիտուտներն ենք ստեղծում։ Հիմա վերջը այդ ինստիտուտների ստեղծման վերջը երբ է գալու, որ ասենք ինստիտուտները մինիմալ ստեղծեցինք, հիմա գնում ենք նաև ընթացիկ բարեկեցության, աճին եւ ներառականության ապահովում։ Ես կարծում եմ, պարոն Մելքոնյան, այստեղ ոչ միայն ինստիտուցիոնալ խնդիր կա, այստեղ կամքի խնդիր կա։ Ես սկզբում նշեցի քաղաքական կամքի խնդիր։ Հիմա տեսեք, որ շատ եմ շփվում մարդկանց հետ, ինչ խնդիրներ կա գետնի վրա։ Մենք խոսում ենք թոշակների մասին, թոշակ, որը ստանում են մարդիկ, հա, կենսաթոշակ, բայց օրինակ կա նպաստների խնդիր։ Օրինակ նույն թոշակառուները, ովքեր ստանում էին նպաստ, հիմա իրանց թոշակը մի փոքր ասենք բարձրացել է, սոցիալ նախարարությունը, սա հստակ պատմություններ է, որոնք կա։
ասում են քո թոշակը մի փոքր բարձրացել է, դու քեզ կտրում են նպաստից, պատկերացնում եք, այսինքն սա էլի սոցիալական անարդարության խնդիր է։ Այսինքն այն կամքը, քաղաքական կամքը, որը պետք է լինի վերևից, դա իհարկե ինստիտուտների հետ իհարկե բնական առաջընթացը կապ ունի եւ ռեգրեսը, բայց եթե չկա այդ կամքը եւ կա սոցիալական անարդարություն, դու ինչ ինստիտուտ էլ ուզում ես ձևավորի։ Ես ես վստահեցնում եմ, որ բյուրոկրատական մեխանիզմները, որոնք կա սոցիալ նախարարությունում, այլ պետական հաստատությունում, մի հատ փորձեք զանգեք էքսպերիմենտի համար, հա, փորձնական, զանգել եւ ինչ որ բան ճշտել սոցիալ նախարարությունից։ Մարդիկ ուղղակի չեն հասկանում օրենքները, մարդիկ չեն հասկանում, թե ինչու են օրինակ զրկվում նպաստից։ Օրինակ անհասկանալի է, ինչու են հաշմանդամության կարգ ունեցող մարդիկ, ես ես վստահեցնում եմ, նույն շաքարով երեխաները իրենց ֆունկցիոնալության ուրեմն այդ սկզբունքն են ընդունել, հավելյալ հիմա բաներ են անում, հանձնաժողովներ են դնում, մարդուն ասում են, եթե քո ձեռքի, ոտքի, չգիտեմ, եւ այլն շաքարը չի ազդել քո ֆունկցիոնալության վրա, երեխաների զրկում են հաշմանդամության կարգից եւ իհարկե այդ նպաստից 39000 դրամից։ Սա ինստիտուցիոնալ խնդիր է, թե սոցիալական անարդարության եւ քաղաքական կամքի։ Տեսեք, սա պարոն Ղուկասյան, ինչի խնդիր է հստակ, սա այն խնդիրն է, որ այդ ինստիտուտները, որ պետքա ծառայություն մատուցեն մեր ժողովրդին, անորակ ծառայություններ են մատուցում, կամ միտումնավոր, կամ, ասինքն որևէտեղ երևի միտումնավոր վերևից չեն դրել։ Երևի կամ այն ովքեր որ պիտի կոնկրետ անձնավորված ծառայություն մատուցեն, իրաց տեղում չեն։ Նաեւ դա իհարկե։ Հիմա որպեսզի մենք հասկանանք նաեւ թե մարզերում մեր ժողովուրդը ինչ է մտածում, ինչ խնդիրներ ունի, մենք դիտենք տեսանյութը Աշոցքի եւ Ախուրյանի տարածաշրջաններից, հետո կշարունակենք։ Արգանքները մեր միտքը այնա, որ մենք չենք եկել ստեղ ինչ որ ագիտացիա անենք, քարոզ անենք, եկել ենք ձեզ լսենք, պրոյեկտը նախագիծը կայանում է նրանում, որ ձեզանից առաջարկներ լսենք ամեն տարածքի տարածաշրջանի համար կատիգինը հանկային ջրի տեժան է։ Էնե մի լիտր կատը արժի 160 դրամ։ Գյուղացին ոնց անի։ Այդ ոնց ամեն ինչ թանկ է, բայց կատը էժան։ Գյուղացին մեղք է։ Բարդադրում եմ ես կատը չեմ կրում ռեալիզացիա ենեմ իմ ուզած գնով։ Ինքնարժեքն չի փակում։ Ստեղ որ գործ եղնի դռան վրա, կարելի է մնալ հիմի հա սեզոնային է ես գործում եմ կաշխատիմ։ Հիմի ինչը խոսքի բանվորությունն է բանը կենեմ տուն կպահեն։ Միավորվեք ինչ որ ֆերմերային տնտեսություն ունի պետական աջակցությամբ, որ այդ կաթի հարցն էլ դուք մթերեք, դուք էլ արտադրեք, դուք էլ բաշխեք։ Հա։ Այո, Եվ շղթայական ելնի ասենք, հետո պանդրի արտադրություն, ստեղ եղել է, չէ՞ ժամանակին յուղ պանդրի արտադրություն։ Հա, Մուսայելյան գյուղում, հա։ Այսինքն դուք պետք է որպեսզի այդ մոտավորապես այդ բայց այդ բիզնեսը պետք է շահավետ լինի, Վարուժ ջան, այսինքն նես պետք է ալնի, որպեսզի պետությունը կարողանա պայման ստեղծի դրա համար, նես որ հարցադրումը ճիշտ է։ Սովետական ժամանակներում մշակում էր եգիպտացորեն, ճագնտեղ։ Հա, շաքարի, հա։ Ախուրյանի մոտ։ Մեր Նեշկևի գյուղերում այդ 4-5 շաքարի ճագնտեղ։ Գոկովի, Դաշպենի, Հողմիկ այդ գյուղերում մեր ճագնտեղ մշակում են եւ ճագնտեղ եւ եգիպտացորեն։ Հիմա չկա։ Չկա դա բաց։ Եվ մի հատ գյուղացուն ինչ է պետք, գյուղակի սերմացուն բերեն, մատչելի եւ վարելի բան բերեն մեկ քիչ։ Ներգապային մեր դպրոցներից ելել է հայոց եկեղեցու պատմությունը, իսկ հայոց պատմությունը դարձել է Հայաստանի պատմություն։ Մենք գնալով մոռանում ենք մեր կրոնի մասին, մեր հավատքի մասին։ Ես քեզ ողջունում եմ, ցավոտ տանում, ապրես։ Լավ ես, չէ՞ սովորում։ Նորմալ։ Շատ ճիշտ հարցադրումներ ես անում։ Իսկ երիտասարդ էսա ինքն էլ կասի։ Իսկ ասենք թե օրինակ ստեղ ձեր պայմաններ ընդունենք, ուզում եք սպորտով զբաղվեք, ինչ որ ինչ նորմալ է տեղ։ Բոլորն եք ուզեն սպորտով զբաղվել, օրինակ ես փոքրուց այդ կուզեի որ բոքսի էր տայ, բայց պայմանները ստեղ ասենք ինչ որ մարզադաշտ, ինչ որ սպորտալի, օրինակ կարատե կա ստեղ, բայց դրոցի մեջ է կարատե։ Ժորժ ջան, բարև ձեզ։ Եկել ենք տեսնենք, դուք ինչ եք մտածում, մենք ինչ ենք մտածում, շարժվենք առաջ։ Երբ որ ասում է առաջարկ Հայաստանին, նշանակում է ասում է գնանք դեպի ժողովուրդը։ Կարևորը որ մենք կարողանանք ձեզնից լսենք ձեր առաջարկները, ձեր մտահոգությունները, ձեր ցանկությունները եւ այդ բոլորը կարողանանք ճիշտ ձևակերպենք, ծրագիրը կարող է լինի կենսունակ, այն դեպքում, երբ որ այդ ժողովուրդը հավատում է, որ այդ իր մտքերն է տեղ շարադրած։
Արդյոք դուք կիսում եք այն կարծիքը, որ այլևս խաղաղություն է, մենք վտանգներ չունենք պես թշնամիներից, եւ երկրորդ, եթե այդպես չեք կարծում, ապա ինչպես եք պատկերացնում մեր խաղաղությունը։ Ես պատկերացնում եմ հետեւյալը, որ խաղաղություն կարող է լինի այն դեպքում միայն, եթե անվտանգային եւ ռազմական առումով գոյություն ունի ուժերի հավասարակշռություն։ Շատ հզորանալու համար պետք է առնենք միահամուռ, իրար սիրող, իրար հարգող հասարակություն։ Հայ իրականության մեջ ամենաուժեղ բջիջը ընտանիքն է։ Այսինքն, եթե մենք կարողանանք ընտանիքի նման այդ մարդասիրությունը, իրար նկատմամբ հոգատարելնելը շղթայական ընդլայնենք դրա սահմանները, մենք կտեսնենք, որ մենք ուժեղանում ենք, բայց մենք դա չենք գիտակցում։ Այս տարի մեր տարածաշրջանը ամբողջովին կարգտահարվել է, բայց այդ մարդու առնոր կարգտահարվել է, չունի հեշտանդ, վարկերի տակ, նորից ես գումար ուրիշ 200 դրամ, 100 դրամով ծորեն մեզնից ընդունել է 200 դրամի սուբսիդով 80,000 հեկտարին տա, առնիսոր փող ունենաս, որ նորից հանես։ Ճիշտ է նա, որ ելնի, եթե դու ֆորս մաժոր է, ելնի ապահովագրություն։ Ես այդ 36,000 դրամով կնամ ընտանիք բայ։ Բազար չէ։ Իսկ այդ հարցի շուրջ որևէ ինչ-որ առաջարկներ կան որ ինչի հաշվին, տնտեսական աճի հաշվին, այսինքն եթե ես 1% տնտեսական աճ ունենամ, 1%, 25-26 միլիարդ դրամ ավել բյուջե փող է գալի։ Կենտրոնացի քաղաքականությունը կործանում է տանում մեր տնտեսությանը, այդ քաղաքականությունը քանի չի վերացել։ Այսը տնտեսական աճի մասին ինչ, ուզեք դրախտային կախարդական փայտիկելը չի աշխատի ստեղ։ Պետք է երկրում բոլոր կարող ուժերը համախմբվեն եւ միասնական կարող ուժերի ձայնը լսելի լինի։ Այդ դեպքում ձեր ասած խնդիրներն կլուծվի, որովհետեւ չպետք է լինի քաղաքական մոնոպոլիա, քաղաքական մենաշնորհ։ Պետք է լինի այդ հարգանքը փոխադարձ կոնսենսուսը։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերականգնվի առաջի հերթին։ Դե ինչպես հարգելի գործընկերներ տեսանք, ես արդեն ասացի իմ գործընկերների հետ Ախուրյանի եւ Աշոտսկի տարածաշրջանում էի, իհարկե սա պարբերաբար է, ես արդեն այցելում եմ արդեն երրորդ շաբաթն է մարզեր, հատկապես գյուղաբնակ համայնքներ եւ խնդիրները ոնց որ թե ընդհանրական են։ Այս մեր այցելությունը, դա իհարկե գաղտնիք չէ, դուք էլ գիտեք, ուրեմն տեղավորվում է առաջարկ Հայաստանի պարոն Ծառուկյանի այդ ուղերձի հետ, ծրագրային առաջարկ Հայաստանի դրույթների եւ առաջարկի հիման վրա, որտեղ հիմնական տեսակետը այն է, որ այդ ապագա ծրագիրը, որով ենթադրվում է, որ պետք է 26 թվականի ազգային ժողովի ընտրությունների մասնակցություն լինի, այդ ծրագիրը պետք է հիմնականում մշակվի եւ ձևավորվի հենց ժողովրդի առաջարկությունների հիման վրա։ Այսինքն միտքը հետեւյալն է. դու գնում ես, լսում ես այդ առաջարկները, դրանք պետք է մշակել, դրանք կան ընդհանրական, կան ոչ ընդհանրական, սպეციფიկ տեղում եւ այլն, եւ հետո այդ ամբողջական ծրագիրը հիմնականում կմշակվի մեր ուրեմն քաղաքացիների առաջարկներից։ Միտքը այդ է եւ մենք տեսնում ենք, որ ես ուղղակի այսպես ուզում եմ դուք արձագանքեք, որպեսզի նես չլինի, որ ուղղակի խոսում ենք գետնի վրա, տեսեք, կաթը ջրից էժան է այսօր։ Ուրեմն գյուղացին ունի այն ոլորտներում, հատկապես բարձրադիր տարածքներում, որտեղ որ անասնապահական ճյուղն է զարգացած, կաթի մթերման, մշակման, հետագա ուրեմն պանրի արտադրության, յուղի արտադրության այդ խնդիրը կա, սա մեկ։ Երկրորդ, կա ոռոգման ջրի խնդիր։ Երրորդ, կա նաև այդ ոլորտում ուրեմն մշակաբույսերի հետ կապված մթերման խնդիր։ Մենք նաև տեսել ենք, որ պարոն Ծառուկյանը Վարդենիսի տարածաշրջանում նորագույն տեխնիկա է բերել, ինքը հայցելեց այնտեղ եւ նա գնաց, որ կարտոֆիլը, գազարը, մյուս բանջարեղենային ապրանքները սառնարանային տնտեսություններում պահեստավորվի, որպեսզի գյուղացին մթերման խնդիր չունենա։ Բայց մենք նաև այդ իմ այցելությունների ժամանակ փոքրիկ հաշվարկներ արեցինք, հատկապես բարձրադիրում, նույն Աբարանի Հնաբերդ գյուղում, Աշոտսքում, Ախուրյանում, կերային կուլտուրաների, ասենք հացահատիկային։ Պարզ հաշվարկը, ոնց որ մենք թոշակի հաշվարկը ցույց տվեցինք։ Ցույց տվեց, որ համարյա վնասաբեր է դառնում այս պայմաններում։ Ծախսերը այնքան շատ են, ստացված արդյունքի նաև արտադրողականության մասով, այնքան մարժան քիչ է, որ գյուղացին մտածում է, հիմա զբաղվի այս գործով, թե չզբաղվի։ Եվ երբ որ ես հարց եմ տալի, բա ի վերջո եթե վնասաբերային չի եք զբաղվում,
Պետք է ասեմ, բա ինչ անենք, պետք է զբաղվեն, ուրիշ ճար չկա։ Մարդիկ տարիներով են իրանց ընտանիքներով փոխանցվել այս հողի այդ աշխատանքը, այս մշակաբույսերը եւ իրանք եթե դրանով չզբաղվեն, այսօր շատ բարդ է, որ ինքը սուտ կլինի, որ ասեմ, արագ բարձրակարգ վերապատրաստում կունենա մեր գյուղացին եւ ասենք սկսի զբաղվել ուրիշ բանով։ Նա կամ պետք է տեղից գնա, այդ չիկ տեղ այդ աշխատանքը չկա, կամ էլ ինքը պետք է այդ վնասներով յոլա գնա եւ շարժվի առաջ։ Խնդրեմ։ Գյուղատնտեսության ոլորտը մեր երկրի համար ոչ միայն տնտեսական, այլ նաեւ անվտանգային նշանակություն ունի, պարենային անվտանգության մասով։ Ներկայումս գյուղատնտեսության համախառն արդյունքը մեր հնայում ընդամենը 7.8% է։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որ մեզ մոտ խնդիր կա, որովհետև գյուղացին չի մշակում հողը, անասնագլխաքանակն է նվազում, որովհետև անարդյունավետ է։ Նա գյուղացուն ձեռք է տալիս շատ դեպքում տաքսի վարել, քան գյուղատնտեսությամբ զբաղվել, քանի որ դա ավելի ձեռնտու է դառնում, հստակ եկամուտ ունի, ֆիքսած եկամուտ ունի, հա։ Իսկ գյուղատնտեսությունը ինչպես է լինում, գինը ենթադրենք այս տարի ցորենի գինը 120 դրամ է, հաջորդ տարի հանրության հայտնի այսպես օլիգարխը ներմուծում այժմ քանակությամբ ցորեն գինը իջնում է 80-ից 90 դրամ։ Գյուղացի դա արի այդ այսպես ծախսի տակից դուրս արի։ Բնականաբար 80-ից 90 դրամով հանձնում է, վնասներ կրելով վարկերը մնալով, այսպես ասած, ստանում է ստացվավ այսպես շրջանառություն ունեցավ, բայց այս մարդու պարտքը ավելացավ։ Դրանից գյուղացին չշահեց։ Եվ հիմա այսօր նայում ենք մեր 7 տարիների թվեր, հենց այդ է, մեր պարտքը անընդհատ վարկերը անընդհատ ավելանում են, սպառողական վարկերը, հիպոթեկային վարկը եւ այլն, բայց մարդկանց եկամուտները դրան համապատասխան չեն աճում։ Օրինակ 20%-ով սպառողական վարկերը աճել է, բայց մարդկանց աշխատավարձերը 20%-ով չեն ավելացել, հա, այս տարիների ընթացքում։ Եվ ինքը խնդիր ունի եկամուտները։ Մեր գյուղացիները հիմա ամենախոցելի խումբն են։ Եկամուտները հստակ նվազում են, գնողունակությունը հստակ նվազում է, գյուղերը դատարկվում են։ Նույնիսկ կառավարության այդ սուբվենցիոն ծրագրերը, որ անում են շատ ողջունելի է, բայց այդ փողը գալիս է գյուղ եւ դուրս է գալիս շատ արագ։ Նույնիսկ Երևանից են բերում, տարբեր տեղերից, Հնդկաստանից, Իրանից, տարբեր տեղի քաղաքացիներ են բերում աշխատացնում, որովհետեւ գյուղերում նույնիսկ երիտասարդ ուժել չկա նույնիսկ, հա, չեն մնացել։ Պարոն Պարսյան, դուք ճիշտ մատնանշում եք անում, տեսեք, այնտեղ մենք հանդիպեցինք նաեւ երիտասարդ տղաների Աշոցքում, որ տեսանյութում երևում է, որոնք նաև խոսում են իրանց դպրոցի հոգսերից։ Նու հիմա գյուղատնտեսության թեման կամփոփենք, որտեղ գյուղը մենակ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու տեղ, գյուղը պետք է սոցիալական նկարագիր ունենա։ Պետք է լինի փողոց նորմալ, պետք է լինի մշակույթի ակումբ, ժամանց եւ այլն։ Եվ ճիշտ եք նշում, որ երիտասարդները գալով մայրաքաղաք կամ ուրիշ քաղաքներ կրթություն ստանալով այլևս ցանկություն չունի հետ գնա եւ այդ ավելի դժգույն իրավիճակում պայմանական այսպես մնա, չնայած հայրենի գյուղը երբեք դժգույն չի կարող լինել, բայց այնուամենայնիվ վիճակը սոցիալական դրական պոզիտիվ ուղղություն չի առաջացնում, ես քիչ հետո ասեմ, վերջացնեմ, հեսա շատ կարճ եւ միտքս որն է, իսկ եկամուտ ստանալու առումով, ոնց որ մենք հիմա համադրում ենք տաքսի վարելը, որը օրական բերեց իր 7-8000 դրամը կամ ինքը հստակ ասում է ես ունեցա, իսկ գյուղացին ինչ է անում, ինքը հույսով ապրում է, որ ինքը այդ իր ներդրումը եւ մեծ ներդրումը իր ջանքն է, մասնագիտական եւ ֆիզիկական, ընտանիք հողներ են դնում, ապրում են այդ ընթացքում, ակնկալելով որ վերջում տարվա վերջին եւ երբ որ սենց չեն ստանում, նես չեն անում, գիտեք ինչ մի հետաքրքիր ասույթ կա։ Ասում է բոլորի վիճակն էլ է դա, բայց դու չես սփոփի։ Եթե մենք ասում ենք բոլորին էլ այդ պայմանն է, դա սփոփում է մարդու։ Իհարկե ոչ։ Բոլորին է վատ է, հա։ Խնդրեմ։ Այստեղ մի հատ շատ կարևոր հարց կա գյուղական բնակավայրերի հետ կապված, այնտեղ աշխատանքը, այսինքն աշխատավարձը եկամուտ ավելի ցածր է, քան Երևանում։ Նույն բանը, օրինակ նույն բժիշկը աշխատում է գյուղական բնակավայրում, այնտեղ աշխատավարձը ավելի ցածր է։ Նույն տաքսի մասով ենք ասում, օրինակ վերցնենք այդ հավելվածները on-line, այդ հավելվածներով քշել Երևանում ավելի բարձր է սակագինը, քան նույն մարզերում, եւ ստիպված մարդիկ լքում են, նույնիսկ այդ տաքսի վարելը գալիս են Երևանում են վարում։ Այսինքն այստեղ ինչու է այդպես, որևէ համաչափ զարգացում չկա, անգամ մոտիկ չի։ Այսինքն Հայաստանը դառնում է մեծ գլխով եւ փոքր մարմնով մի հատ դիստրոֆիկ ամեն ինչ կենտրոնանում է Երևանում, դե իշխանություններն էլ ասում են, տեսեք Երևանի բոլոր սրճարաններում լեփլեցուն է, երկիրը զարգանում է, ամեն ինչ շատ լավ է, բայց չեն ասում նույն մարզերում մարդիկ չունեն էլեմենտար բուժ հաստատություններ, որ կարողանան այնտեղ
բուժօգնություն ստանան։ Ստիպված բերում են Երևան եւ այստեղ մի հատ շատ հետաքրքիր բան ասեմ, որ անձամբ զանգարել եմ եւ տեսանյութը կա, շտապ օգնության ծառայություն, հարցնում եմ, ասում եմ մարդիկ ահազանգում են, որ օրինակ եթե մարզերից մարկանց շտապ օգնության մեքենայով բերում են Երևան եւ դա մարզային շտապ օգնության մեքենան է, դա անվճար է թե վճարովի է, որտեղ արդեն ահազանգում են, որ ահռելի թվերի մասին է խոսքը, պարզվում է, որ շտապ օգնության ծառայությունը հստակ ասում է, տեսանյութը կա, ես հրապարակել եմ, որ զանգարել եմ, 1000 դրամ է կիլոմետրը, որպեսզի շտապ օգնության մեքենան բերի Երևան։ Կիլոմետրաժով, օրինակ Սիսյանից բերել են մարդուն շտապ օգնության մեքենա, մոտ 120,000 դրամ գումար է վճարել, որ բերեն Երևան։ Պատկերացնում եք, ինչ են ասում, եթե Երևանից գա, բերի, կներեք, սխալ ասի, ոչ թե մարզային շտապ օգնությունը ստեղ անպայման պետք է այդ Երևանից, հա, բայց շատ անգամ լինում է մարզայինը ծանրաբեռնված է եւ քանակը չի հերիքում, Երևանից են ուղարկում շտապ օգնության մեքենա եւ դա արդեն կիլոմետրը 1000 դրամ է, պատկերացնում եք, մարդու կյանքը կիլոմետրաժով է չափվում։ Մենք նոր խոսում էինք պետական ծառայությունների, չէ՞, մասին։ Դա շտապ օգնություններն է, չէ՞, պետական ծառայություն, դա մասնավոր ծառայություն չի։ Պարոն Պարսյան, հաշվի առնելով, որ մենք խոսեցինք նաև մեր գյուղական համայնքների մասին, մենք բոլորս լավ գիտենք, որ նախկինում խոշոր շատ ձեռնարկություններ արտադրական ունեին իրենց մասնաճյուղերը, ասենք գյուղական վայրերում, որտեղ հատկապես ասենք կարի ֆաբրիկա, տեքստիլ կարողա չլինի, բայց կարի ֆաբրիկա կլինի, մեքենաշինական, ինչ որ ձեռնարկության փոքրիկ, ուրեմն հավաքման կամ ինչ որ վերանորոգման արտադրություններ եւ այլն, որոնք ընթացքում վերացան տարիների ընթացքում։ Իհարկե ես հեռու եմ այն մտքից, որ արհեստական պետքա միտեղ, որի նախադրյալները օբյեկտիվ չկա, թե բիզնես դնեն։ Բայց այնուամենայնիվ աշխատատեղերի ստեղծման խնդիրը, որտեղ ելի եմ ասում, գյուղական համայնքը մենակ գյուղատնտեսության համար չի։ Այնտեղ պետք է նաև փոքր արտադրություն, սպասարկող գյուղատնտեսության, օրինակ այդ մեքենա տրակտորային կայանները կամ նրանց վերանորոգման, ուրեմն ինչ որ փոքրիկ արհեստանոցներ բաներ, դրանք բացակայում են ըստ էության։ Ինչ եք կարծում, այդ որ ասում եմ հունի մասին, թե ճիշտ ուղղությամբ բա թե գնում։ Օրինակ գյուղատնտեսության ոլորտի, գյուղատնտեսական արտադրության սպասարկող ոլորտի հետ կապված բիզնեսները եւ աշխատատեղերը, ես չեմ կարծում, թե դա փոքրիկ ինչ որ քեշբեքի կամ ինչ որ բանի հարց է։ Դա լուրջ հարց է, որը տարիների ընթացքում մենք չունենք։ Ինչն է խնդիրը։ Օրինակ, նայեք, նույն անասնապահության մասով, որ ունենք վերջի տարիներում լուրջ խնդիրներ, մասնավորապես խոշոր եղջերավորների գլխաքանակն է կրճատում, ինչու, քանի որ օրինակ կաթի փոշին, որը 1 կիլոգրամ կաթի փոշին 800-ից 900 դրամ, լավ 1000 դրամով կարելի է գնել։ Մի կիլոգրամ կաթի փոշին փոխարինում է 8-ից 9 լիտր կաթ։ Այսինքն այս պայմաններում բնականաբար գյուղացին պետք է մոտավորապես 100-120 դրամով օրինակ իր կաթը մթերի, որ կարողանա կաթու փոշի հետ մրցակցի։ Ակնհայտ է չի կարող 120-ից, եթե 300 դա կարող ձմռանը 200-ից ավել տա, բայց ավել չի կարող տա։ Այսինքն այս պայմաններում պետությունը պետք է հասկանա, որ գյուղացին չի կարա մրցակցի կաթի փոշի ներկրողների հետ։ Սա ինստիտուցիոնալ խնդիր է, որ չենք հասկանում։ Եվ տարիներ շարունակ ասում են դե շուկա է, թող կարգավորի։ Նոբելյան մրցանակակիր նաև համաշխարհային բանկի փոխտնօրեն կար Ժոզեֆ Ստիգլիցը։ Ստիգլիցը, այո։ Ինքը ասում էր, եւ արևմուտքի երկրները մի կովի հաշվով օրական $4 սուբսիդիա են տալիս, եւ իսկ Աֆրիկայում մարդիկ $2 օրական ընդամենը եկամուտ են ստանում, այս պայմաններում հնարավոր չի մրցակցություն լինի։ Այսինքն մենք հասկանում ենք ում հետ ենք մրցում, հա։ Այսինքն դե թող շուկան կարգավորի, չի կարա կարգավորի։ Կամ պետությունը պետքա փագի սահմաններ, կամ պետքա գյուղացուն սուբսիդավորի, որ ինքը կարողանա արտադրի։ Ուրիշ տարբերակ չկա։ Անշուշտ նաև արտադրողականությունը ավելացնելով իր խոշոր եղջերավոր անասունների որակը, հա, նաև կատնատվությունը ավելացնելով, այդպիսի ծրագրերը կամ պետությունը 50-50 օրինակ ֆինանսավորում է, ողջունել է, բայց եկեք տեսնենք այդ մնացածը արվում է թե չէ։ Շատ բան։ Հիմա եկեք մի հատ էլի փոքրիկ վարժության տիպի։ Եթե մենք օրինակ հնաբերդում տեսանք, որ վերջի 3-4 տարում 3000 գլուխ խոշոր եղջերուանասունը իջել է 400-500-ին։ Նույնը Աշոցքում, հա, էապես այսպես անգամներով, պատիկներով է իջել։ Հիմա փաստացի ստատուս քվո կա, իրավիճակ կա։ Մենք ունեինք 5 տարի առաջ X թվականակ, հիմա իջել է այսքան է։ Հիմա ելնելով այս ստեղծված իրավիճակից, ոնց պետք է այդ քեշբեքը, չասեմ, հետ վերադարձը այնպես կատարեն, որ անասնագլխականակը հետ գա աճի, եւ այնտեղ այդ կաթի փոշու հետ կապված ներկրման բալանսավորումը ոնց անենք,
որպեսզի շուկայում էլ դեֆիցիտ չառաջանա, որներ չլինի, որ անկար խանութներում մեկը կաթը բացակայի։ Այս մենեջմենտը, այս կառավարման գործընթացը ինչ է կարծում պետական մեր ինստիտուտները պետք է անեն, թե պետք է ուղղակի sense թողեն մասնավորին ասեն օվկիանոսում լողացեք ինչ կլինի կլինի թողել են էլի։ Անշուշտ մեզ պետքա պետական քաղաքականություն եւ խոշոր ֆերմերներ են հարկավոր։ Ես կա մթերողներին էլ եմ լավ հասկանում, որովհետեւ շատերը ասում են ինձ համար շատ դժվար է 15-20 լիտրով ամեն մեկից այսպես հավաքելը իմ արտադրության համար այնա ներկրողից մի քանի տոննա կաթի փոշիկը վերցնեմ, հարցը կլուծվի։ Այսինքն մենք խոշոր ֆերմերային տնտեսություններին պետքա գնանք, դրա համար պետքա պետությունը մի քանի այսպես էտապներով խնդիրներ է հողերի խոշորացում, կոլեկտիվ գյուղացիական տնտեսություն։ Այսինքն դա երկարաժամկետ տարի է տևելու, որ մենք գանք այդ բալանսը ընդհանրապես 1-2 տարվա հարց չի։ Հիմա դա երկարաժամկետ, նույնիսկ ասեմ, դա կարող է մի սերնդի հարց լինի այդ խնդիրը։ Շատ բարի։ Հիմա եկեք տեսնենք, դες որ հունի մասին խոսում եմ, ուրեմն էդ էլ երևի լայն ունի։ Հիմա տեսեք, նաև պարոն Ղուկասյանը կարող է արձագանքի, ինչի մասին եմ ես ասում։ Գոյությունը գյուղատնտեսական կոոպերացիա հասկացություն։ Բարձա դրանք 5 կոլխոզ սոխոզները չեն, բայց սրանց մի 10-12 տարի առաջ լրջագույն իրավական բազա ստեղծեցին։ Օրենք էլ ունենք։ Հա, բավականին այդ կոոպերացիայի համար մատչելի վարկեր, չգիտեմ, բարձրադիրում խմոցներ, խոշոր երջերավոնների համար ճանապարհներ, բան, հա, ֆինանսավորումը կար եւ չի աշխատում։ Այսինքն այս ձևը, այս գյուղատնտեսական կոոպերացիայի ինստիտուտը մեր ժողովրդի համար գյուղաբնակ քաղաքացիները չեն վստահում, այսինքն ինչ է նշանակում, ասում եկեք միավորվենք, մեր բոլորի հողերը կամ մեր բոլորի խոշոր երջերավոր կամ այլ անասնագլխանակը միավորենք միտեղ, ելի ամեն մեկս մեր բաժնեմաս ունենք եւ միասնական կառավարման կառավարիչ լինի դրանց։ Եվ գյուղացիները մի ձևի չվստահելով ենթադրում են, որ եթե ընդհանուր կառավարման տան իրանց հողերը կամ անասունները կարող է հետագայում անվերադարձ իրանք ինչ-որ բան կորցնեն։ Այ ինչն է խնդիրը, որ այս միգուցե հոգեբանական է, միգուցե ինչ-որ բացասական սպասումներ կա, ինչի՞ չի ժողովրդին կարողանում եւ նախկինում եւ հիմա ճիշտ բացատրվի դա, պարզաբանվի դա, երաշխիքներ տան, երաշխիքներ, ամեն ինչ դու երաշխիքներ ունենա, որպեսզի հանգիստ խղճով ասենք ախպեր շատ ճիշտ ենք արել, որտեվ մեր բոլոր գյուղացիական տնտեսությունները չէ, որ արդյունավետ տնտեսվարողներ են։ Եկեք դա նայենք, եթե 300,000-ից ավել մենք գյուղացիական տնտեսություն ունենք, իսկ ով ասել, որ այդ 300,000-ը բոլորը պետք է լինեն էֆեկտիվ տնտեսվարողներ, արդյունավետ այդ գործով զբաղվողներ։ Ի վերջո կարող է ծնող է եղել, նույն ընտանիքում պապ է եղել, բայց այս մի երիտասարդը արդեն չի ձգում։ Այդ գյուղատնտեսական կոոպերացիան, ասենք ընդհանրական ինստիտուտը կառավարման, ի՞նչն է խնդիրը, միգուցե հոգեբանական ինչ-որ բաներ կա մեր ժողովրդի մոտ։ Խնդրեմ։ Նախ առաջ ես կարծում եմ, որ այստեղ իհարկե վստահության խնդիր կա եւ կառավարման խնդիր կա։ Այնպես չի, որ մենք շատ լավ գիտենք, որ կան օրենքներ, կան հիմքեր եւ այլն, բայց շատ օրենքներ թղթի վրա են մնում, շատ նորարարություններ, այսպես ասենք, թղթի վրա են մնում, եւ այստեղ պետության դերը, բնական այդ բացատրական աշխատանքը, օժանդակության աշխատանքը, երաշխիքների աշխատանքը, ես չեմ տեսնում, որ դա էֆեկտիվ կիրառվում է։ Այստեղ շատ լավ բան խոսվեց առասարակ գյուղատնտեսության հետ կապված, ամեն ինչ թանկանում է, տեղի ունենում գնաճ եւ տոկոսադրույքները, վարկային տոկոսադրույքները արդեն իրենցով են խնդիր առաջացնում գյուղացիների համար եւ ինչու՞ միայն գյուղացիներ, բոլոր մարդկանց համար Հայաստանի Հանրապետությունում եւ սա էլ է շատ կարեւոր խնդիր, հա, տոկոսադրույքների խնդիրը, որովհետեւ մարդկանց ամեն ձև թալանել է տոկոսադրույքներով, հետո փորձել օգտվել նրանց, որ մարդը մի փոքր ուշացրեց տուժ ու տուգանքներով եւ այլն, գնանք ով կցանկանա մնա գյուղական բնակավայրում գյուղատնտեսությամբ զբաղվի։ Պետությունը այնպես որ քաղաքում չեն տուժում, այսինքն հատուկ բանկեր ընտրել են գյուղացիներին, այդ ուղղությամբ հարձակվել են։ Ես կարծում եմ բոլորի վրա են հարձակվել։ Ու ինչու բանկերը։ Տեսեք ֆինանսական կազմակերպություններ կա, սա շատ կարևոր հարց է, հա, 400-500%-ով սպառողական վարկեր են տալ։ 400-500%-ով, հա, միկրո վարկեր, on-line վարկեր 400, 500, 600%-ով, սա չեմ չափազանցնում։ Իսկ ներողություն, դուք տեսել եք, որ վարկային պայմանագրեր կան։ Ուրեմն նորմալ տարերով ինտերվա գրվում է, հետո ինչ որ շատ
այն ամենափոքր որ ոչ հետո ու տոկոսները ոչ թե բանն է, սպասարկման վճարներն է գումարվում վարկայինին, հետո որ ասում են թե բայց ինչա, ասում են բայց դուք ուշադիր չեք կարդացել, բայց փոքր տարեր ուշադիր չեք կարդում, ուշադիր կարդացեք։ Ես ասեմ հիմա մեր բնակչության, ես չգիտեմ, քան ես կեսը առնվազն կեսից շատը գտնվում եմ մի հատ շատ ծանր վիճակում են բանկային տոկոսադրույք, հələ բանկային տոկոսադրույքն է, այդ ֆինանսական կազմակերպությունները։ Տեսեք, կենտրոնական բանկը ինքը սահմանել է տոկոսադրույք, հա 24% եւ ինքը չի հսկում։ Դա պարտադիր բնույթ չի կրում։ Օրինակ կարելի է 400-500%-ով կազմակերպություն բացվի վարկ տա, կենտրոնական բանկը չի կարողանում վերահսկել։ 24%-ից ավել է վաշխառողություն է համարվում։ Չէ, բայց դա պարտադիր բնույթ չի կրում։ Դա խոսքը վերաբերում է, այսինքն ֆինանսական կազմակերպությունը ոչ թե փոխառության տոկոսն են վերցնում, այլ սպասարկման, միջնորդավճարներ եւ ապահովագրություն, այսինքն տարբեր այդ կառուցվածքը էլի։ Ես մտնում եմ այդ կայքերը, հիմա չեմ ուզում գովազդի համար, չեմ ուզում անունները ասեմ, այդ կազմակերպությունների ու մարդիկ ահազանգում են։ Այնտեղ հստակ գրած է 400%-ով վար ու մի հատ էլ գրած է կայքում, որ ուշադիր եղեք տոկոսադրույքները բարձրեն, կա նաև շուկայում այլընտրանքներ։ Հասկանում եք, այսինքն սա ճիշտ եք ասում, միջնորդավճար, այնտեղ սպասարկում, նման վարկեր վերցում են այն մարդիկ, ովքեր վատ վիճակում են, անելանելի վիճակում են կամ ունեն օրինակ վատ պատմություն։ Էս է մեր իրավիճակը, պետք է ասենք, իրանք օգտվում են առիթից, դու բարձր ռիսկային ես եւ բարձր ռիսկային ես, արի այսքան շատ։ Հիմա ասում ես ինչի ասենց, ասում են, դե թո չօգտվեն, չվերցնեն, կներեք, եթե շուկայում տենց առաջարկ կա, առհասարակ այդ առաջարկը պետք է չլինի, նշանակում 400-500%։ Շատ բարի, ասինքն եթե բարձր ռիսկային է, պարոն Պարսյան, նշանակում է նրանց բիզնեսն ու կյանքն էլ է դառնում բարձր ռիսկային։ Ասինքն եւ տեսեք մի հետարքիր եզրույթ օգտագործենք, նո Հայաստանում տեսեք, աղքատության տեսակարգշիռը 24%-ի սահմաններում է, 24-24.5, հա, ասինքն այս պայմաններում իսկ այդ ինչ թիվ է անում, ասինքն մի հատ թվից հաշվեք, եթե 3 միլիոնի, չէ, մեկ ու աշխատունակ բնակչությունից չէ, բնակչության թվից պետք է հաշվենք, ասինքն տեսեք ինչ թիվ է կազմում, ասինքն 3 միլիոնի պայմանական 25%-ը աղքատ է, ամեն 4-ը աղքատ է, ասինքն մոտավորապես 700,000-ից ավելի մարդ, 750,000 մարդ աղքատ է, այդ բանով ես ասում 750,000 մարդ, հիմա տեսեք աղքատ մարդու կյանքի որակը եւ աղքատուց ես չեմ ուզում անձնական մի կարող է պատեհ չի տենց ինչ որ բաներ ասել։ Այսինքն այդ մարդու կյանքը 750,000 1/4-ի կյանքի որակը, նրա սպասումները, նրա հոգեբանությունը, այդ ընտանիքի վիճակը մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատական տանք եւ պետությունը պետք է ասի, որ այս աղքատությունը այս ժամանակահատվածում իջնելու է ամենանվազագույնի։ Վերջին հաշվով իհարկե մենք հասկանում ենք, որ ամեն մարդու ունևոր կամ աղքատ լինելու հանգամանքը պայմանավորված է իրենց որակներով, իրենց աշխատանքային տաղանդով, իրենց կյանքի բան, բայց բաներ էլ կա, որ իրենցից չկախված, այդ միջավայրն է բերել դրան։ Դրա համար ես որ ասում եմ աղքատություն, դա հենց այնպես բառ չի, դա նշանակում է, որ եւ 2.3 միլիոն վարկառու կա։ Այսինքն բոլորը վարկառու են, մեկն էլ մի քանի վարկ ունի եւ այդ պարագայում ասենք թե կքված այդ վարկերի տոկոսների տակ այդ մարդու հոգեբանությունը, որ ինչ աշխատում է վարկի տոկոս։ Իսկ մի հատ թիվ ասեմ, գնեք, Պարսյան, 24 թվականի արդյունքով ձեր կարծիքով բանկերը որքան շահույթ ունեն, գերշահույթ ունեն։ Ես նայել եմ 1 միլիարդ դոլարից ավել գերշահույթ ունեն։ 53 միլիարդ դրամ։ Հա, մոտ 1 միլիարդ դոլար։ Իսկ այսինքն սա ինչի մասին է խոսքը։ Իսկ ներողություն, չեմ ուզում անվանական նշեմ։ Իմ համար դա տարօրինակ չէր, այդպես էլ պիլներ, որ առաջի անգամ չեմ ուզում էլի անուններով ասեմ, որ խոշորագույն բաժնետերերը որոշ օրինական դառել են միլիարդատեր։ Այո։ Կոչվում է այսինչ միլիարդատերը, որի մասին Հայաստանը նայ։ Հայաստանը իր չափերով այնպիսի մի երկիր է, օրինակ եկեք sense մի բան ասենք, օրինակ Հայաստանում ապրող գիտնականը, պարոն Պարսյան, մենք որպես տնտեսագետներ, Հայաստանում ապրող տնտեսագետները երբևիցե կարող է արժանանալ Նոբելյան մրցանակի։ Եկեք այդ միջավայրը կարող է իրան բարձրացնի ընդհանրական կամ մենակ տնտեսագետը չի, մեկ այլ ոլորտի ընդունենք, թե չէ։ Ոլորտից ես ասեմ երևի ամենաինտեգրված երևի IT ոլորտի մեր մասնագետներն են, որոնք իրոք միջազգային շուկայում մրցունակ են եւ կարողանում են իրենց արտադրանքը վաճառել, այս կամ այն լավ, վատ ամեն դեպքում։ Իսկ մնացած ոլորտների մասում մենք բավականին հետ ենք, որովհետև այդ միջավայրը չունենք, այդ կապերը չունենք, այդ ֆինանսավորումը չունենք։ Այսինքն մենք ռեյտինգով հետ ենք, որ այդ միջավայրը ծնի, ինտեգրված չէ։ Նույն այդ գիտնականը, որ դառնում է Նոբելյան մրցանակակիր, ինքը
Միայն այդ գործով է զբաղվում։ Նույնիսկ շատերը լսարան չեն մտնում, այսինքն իրանց գործը հետազոտություն անել է, իրանք ինչ-որ մի համալսարանին կցված են, բայց որպես հետազոտող։ Իսկ մեր մոտ շատ հաճախ դասախոսի վրա այնքան լսարանային ժամեր է դրված, որ ինքը հետազոտությամբ չի կարող զբաղվել ու մնաց դառնա այսպես որևէ նո դե մի քիչ կվիճ են, որ երևի կան պայմաններ, որ չէ, ոչինչ։ Հարաբերվածության մասով է, տեսեք, բայց 24 ժամ չի կարող բայց հիմա մի րոպե, ասենք, ապագա Նոբելյան մրցանակակիրը գիշեր ցերեկ ժամանակ գտնի, որ ինքը աշխատի այդ մրցումները, չեմ ասում, այս պայմանական եմ բան ասում։ Հիմա տեսեք մի ուրիշ բան ենք, մոտ են։ Լավ, թողենք այդ Նոբելյան մրցանակները։ Աղքատության մասով բարում եք, մի կարևոր շեշտադրում անեմ։ Այս իշխանությունները խոստացել են, որ 5 տարիների ընթացքում պետք է ծայրահեղ աղքատությունը վերացնեին։ Նրանք չկարողացան վերացնել, սա պետք է արձանագրենք։ Եվ ծայրահեղ աղքատության 1.2% է կազմում Հայաստանը։ Բավականին մտահոգիչ է, որ Հայաստանում ամեն երրորդ երեխան ապրում է աղքատության մեջ։ Աղքատ ընտանիքում մեծացող երեխաները մեծ հավանականությամբ ապագայում եւս լինելու են աղքատ, որովհետեւ չեն ստանում բավարար որակյալ սնունդ, կրթություն, առողջություն եւ ծառայություն եւ այլն։ Այսինքն մենք այս պահին արդեն դնում ենք ապագայի աղքատության հիմքերը։ Սա պետք է ճիշտ պատկերացնենք եւ հասցեական լուծումներ տանք։ Ճիշտ եք ասում, դրա մասին ես նաեւ ժամանակին շատ եմ ասել, ուրեմն սրանից երևի մի 6-7 տարի առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տարի մեկ անգամ ելույթ է ունենում Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման բանկի ղեկավարը, գործադիր տնօրենը։ Այդ փուլում ես երևի խոսում եմ 19-20 թվականների մասին, հիմնական մի ուղեցույց ասեց հարգելի գործընկերներ, վերջի մի քանի տարիների լեյտ մոտիվը, վեկտորը մեր բանկի նա է, մենք հասկացել ենք, որ Եվրոմիության անդամ եւ ընդհանրապես եվրոպական խորհրդի անդամ, ինչպեսին նաեւ Հայաստանը խորհրդի անդամ երկրները, պետք է կարողանան իրենց երկրներում հավասար պայմաններ ստեղծեն եւ ունևոր, եւ չունևոր, եւ աղքատ ընտանիքների երեխաների համար մի շարք ծառայություններից հավասար ձևով օգտվելու հնարավորություն մինիմալ, ուրեմն առողջապահական, կրթական, սոցիալական այլ ծառայություն, այսինքն այդ աղքատ ընտանիքի երեխան մեղավոր չի, բայց նա պետք է հնարավորությունը օգտվի նրանց հետ միասին, գոնե մինիմալ բանից, որը արձանագրվեց, որ չի կատարվում դա եւ դա նշանակում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ լինելը դեռևս չի նշանակում, որ դու, չգիտեմ, ինչ ես ապահովել քո հասարակության մեջ։ Եվ այդ առումով, քանի որ մեր ժամանակը մոտենում է իր ավարտին, հարգելի գործընկերներ, դիմում եմ նաեւ ձեզ երկուսիդ, տեսեք, էլի հետ գալով այդ մասնագետներին, ոչ միայն տնտեսագետներին, կառավարչական հմտություններ, կարողություններ ունեցող մարդկանց, մենեջերներին եւ այլ բոլորին։ Իսկ պարոն Պարսյան եւ պարոն Ղուկասյան, մենք տնտեսագետները եւ մյուսները բոլոր ինչ հստակ ամբողջական փաստարկված առաջարկներ ենք տվել իշխանություններին եւ ասենք, այ ես այս առաջարկը տվել եմ, այս 10 տարի է, 7 տարի է, 5 տարի ասում եմ, սա է լուծումը, սա է բանալին, իսկ ինձ լսող չկա, կամ չգիտեմ, լսել են ժամանակին հիմա անում են, կամ ընդհանրապես չեն անում։ Մենք տենց ունենք, տենց որ դուք ասում եք ինստիտուցիոնալ, դա էլ պետք է ինստիտուցիոնալ դառնա։ Մենակ քաղաքական ընդդիմությունը չի։ Տեսեք, այսօր մեր պարլամենտում եւ իշխանության մեջ եւ ընդդիմության մեջ, տես չի որ բոլորը մասնագետներ են։ Չնայած բոլորը ֆունկցիա պետք է ունենան, որ օրենքներ մշակեն, բայց մի կողմ դնեմ դա, բոլոր դեպքերում կարող 10% լինի լիարժեք, բայց մեր մասնագիտական պարոն Պարսյան, պարոն Ղուկասյան, ուրեմն հանդրույթը պետք է sense բանով ասի, ես ձեզ սա առաջարկում եմ, տեսեք, ասում եմ, դուք պարտավոր եք անեք, որովհետև լուծման բանալին սա է։ Ինչն է խնդիրը, չունենք դա։ Խնդրեմ, պարոն, կարճ ասեմ, իմ կարծիքով, գիտեք, ես այս տարիների ընթացքում ինչ էս կառավարությունն է 7 տարի, հա, անընդհատ լսում եմ տարբեր մասնագիտական գնահատականներ, քննադատություն, առաջարկներ, իսկ պարոն Մելքումյան, չեք կարծում, որ հենց կառավարությունը պետք է ստեղծի նման ինստիտուցիոնալ ձևաչափեր, որպեսզի մասնագետներին ներառի խորհրդատվական առումով եւ առհասարակ լսի, չեմ ասում կատարի առաջարկները կամ իրագործի, այլ գոնե լսի։ Կա այդ քաղաքական կամքը, կա այդ օրինակ, օրինակ կարող ենք մի հատ օրինակ մտա, այո, այդ ինստիտուտը կա, հանրային խորհուրդներ, հանրային խորհուրդ չկա։ Այսինքն նույնիսկ հանրային խորհուրդը չկա։ Ինչ մասնագիտականի մասին է խոսքը։ Դրա համար որ սկզբում խոսում էի, որ կարող ենք ինստիտուտներից խոսել, թվերից խոսել, մասնագիտական գնահատականներ տալ, եթե չկա, անընդհատ պետք է սա ասեմ ցավոք սրտի, քաղաքական ցանկություն եւ քաղաքական կամք։ Եվ եթե մի
կառավարությունը, որին թվում է, որ ինքը ամեն ինչ գիտի եւ կողքից որևէ կարծիք իրան հետաքրքիր չի, չէ, բայց եթե լավ բան են ասում, նա էլ հասկանում է, որ այս բայց մենք տեսել ենք, որ նրանք իրագործում են։ Ես օրինակ չեմ զգացել, որ որևէ առաջարկ ընդունվում է։ Չէ, այդ շղթան, որ մեկը մի բան ասաց կամ մյուսները ասացին, դա գնաց դարավ նյութական ինչ որ առաջարկ օգտա, թե չէ, ես չգիտեմ էլ այդ ինստիտուտը կա, որ տենց մի հատ մոնիտորինգ արվի։ Խնդրեմ, պարոն Պարսյան։ Նայեք, առաջարկությունների ներկայացման ինստիտուտներ կան, նույն սահմանադրությամբ կան, հա, հարակվի, ստորագրություններ եւ այլն, ուրիշ բան, որ դրանք շատ անարդյունավետ են կամ երկար են տևում, իմաստ չունի, հա, այս պարագայում։ Շատ ճիշտ նշվեց, որ պետք է քաղաքական կամք եւ ցանկություն։ Եվ ամենակարևորը նման բարեփոխումներ կամ ինստիտուտներ կայացնելու համար դու պետք է ունենաս քաղաքական մտավոր ընտրանի, հա, այսպես էլիտա կոչվածը, որը հարցերը դնի լուծի ոչ թե ելնելով այս կամ այն ընտրությունին որքան ձեն է ինքը բերելու հավաքելու, այ ինքը մտածի երկարաժամկետ առումով, սա ճիշտ է ժողովուրդ։ Նույն օրինակ Սինգապուրի օրինակը Լի Քուան Յուն ասում էր, ոչ թե մենք արեցինք այն ինչ որ ժողովուրդն էր ուզում, այլ արեցինք այն ինչ որ ճիշտ էր։ Կանոնը շատ հաճախ կարա ժողովուրդը ուզենա ընդհանրապես հարկ չվճարի, օրինակ եմ ասում։ Այսինքն մենք այդ ընտրանին պետքա ձևավորենք, պարոն Մելքումյան։ Շատ բարի։ Եվ այդ ընտրանի ձևավորից հետո վստահ եմ մենք այդ բոլոր ինստիտուտները հերթով կկարողանանք իրականացնել։ Շատ բարի, շնորհակալություն, հարգելի գործընկերներ, այսպես մակարդակով քննարկման համար։ Ճիշտ է, մենք բոլոր հարցերը չհասցրեցինք, ոչ էլ հնարավոր է դա տեխնիկապես որ անդրադառնանք։ Ես դիմում եմ մեր հայրենակիցներին մեր հաղորդման ավարտին։ Սիրելի հայրենակից, տեսեք, մենք ինչ ենք քննարկում։ Մենք հետեւյալն ենք ասում։ Պարոն Ղուկասյանը ասում է քաղաքական կամք է անհրաժեշտ եւ քաղաքական ցանկություն։ Միգուցե հիսում եմ ես այդ։ Պարոն Պարսյանը ասում է, որ ինստիտուտները կամ ձևավորված չեն, կամ այդ ինստիտուտները, որոնք գործում են, դրանք արդյունավետ չեն։ Օրինակ բերվեց, որ կարող է որոշակի այսպես համայնքապետարաններում կամ որոշ տեղեր դու դիմես կամ պետական ծառայություններ չի աշխատում այդ համակարգը, ձևական բնույթ է կրում կամ կարող է մի 70 րոպե չմիանա այդ բանը, ասի շատ շնորհակալ եմ զանգի համար, բայց ասենք օրինակ ենք ասում։ Հիմա տեսեք հետարքիրը հետեւյալն է։ Բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարծում եմ շահագրգիռ պետք է ալնեն, որ Հայաստանը պետք է դառնա բարգավաճ երկիր։ Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա եւ պետությունը եւ յուրաքանչյուր քաղաքացի օգտվի դրանից, իր կյանքի որակը լավացնի։ Այդպես չի որ ամեն օր աշխատող մարդիկ պետք է տրտնջան, անընդհատ ասեն, էս ինչ վիճակ է, սա ինչ ալնելու, բայց իհարկե մենք չենք խուսափում։ Ես որտեղ որ գնում եմ, մոտենում են, ասում են թե ինչ ալնելու։ Ես էլ մեկ-մեկ ասում եմ, թե չեմ կարող լիարժեք պատասխանեմ միգուցե, որտեվ ես ոչ պարլամենտում եմ, ոչ բան եմ։ Հարցրեք նրանց, ովքեր որ կանգնած են ինչ որ բան։ Ես այդպես բանով եմ ասում, իհարկե մենք գիտենք ինչ ալնելու, այսպես պայմանական եմ ասում դա, բայց տեսեք ինչ է, ցանկացած մարդ պետքա միջև վերջ պայքարի չհանձնվի, այդ թվում այդ առաջարկները, օրինակ իմ падգամավոր եղած ժամանակ մեծ պայքար էր գնում, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը ի վերջո կյանքի կոչվի թեկուզ մոդիֆիկացված ինչ որ ձևով։ Եվ ինչ որ բաներ ստացվում էր, ինչ որ բաներ չէր ստացվում։ Սա է կյանքի պայքարը, մենք ապրում ենք մի երկրում, որը պահանջում է անընդհատ պայքար եւ անընդհատ զգոնությունը չկորցնել, որտեղ եթե զգոնությունը կորցնես եւ առողջությունը եւ ամեն ինչ եւ շատ բաներ եւ ոնց որ պարոն Պարսյանը ասում է Նոբելյան մրցանակակիրը այնտեղ նստած լսարաններ չի մտնում, ինքը նստած հանգիստ ինքը ինչ որ մի բան պայմաններ է ստեղծել, որ մարդը Սիգլիցի համար կամ մյուսների համար ինքը ասենք Կրուգմանի համար ինչ որ նստեն, հանգիստ մտածեն։ Հիմա ես հարցը ուղղում եմ մեր նաև տնտեսագետներին, որտեղ են մեր առաջարկները եւ արդյոք ունենք մենք մոնիտորինգ, որ այդ առաջարկները արվել են, ինչ որ մի մասամբ ընդունվել է թե չէ։ Կարող ասեն 5%-ը ընդունվել է կամ 7%-ը ընդունվել է։ Իտո խլեբ, ոնց որ ասում են, ինչ որ մի բանի արդյունք կա։ Այնպես որ մենք մեր քննարկումները այս ոգով առաջիկայում շարունակելու ենք, մի մասամբ մենք կլինենք շաբաթվա ինչ որ մի հանգստյան օրերի մարզերում, կշփվենք մարդկանց հետ, հետո կհրավիրենք մասնագետների հետ էլ կշփվենք, կտեսնենք իրանք ինչ են մտածում, եւ եթե մենք կարողանանք հանրային եւ հասարակական համապատասխան կարծիք ձևավորենք, կարծիքը պետք է ձևավորես, կարծիքը պետք է հասու լինի մարդուն, գալշկայի համար չպետք է ինչ որ բան խոսաս ու գնա։ Այդ դեպքում կարծում եմ մեր գործերը լավ կգնան։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակից, մինչև հաջորդ շաբաթ։